Շնորհակալություն, պարոն Բաբլյան, մենք մտահոգված ենք այս քննարկման այս ոճի կապակցությամբ եւ մտահոգված ենք հատկապես, որ պետական գույքի մասնավորեցման մասին ծրագրի մասին մայր օրենքի քննարկման համար նախատեսված է 90 րոպե եւ վարչատարածքային բաժանման մասին օրենքի քննարկման համար 2 ժամ, այս վերջին օրենքի կոնտեքստում 300 համայնքի շուրջ ճակատագիր է որոշվում եւ այսպես սահմանափակել քննարկումը ճիշտ չի, իսկ պետական գույքի մասնավորեցման 17-20 թվականների ծրագրի մասին օրենքի նախագծով մի քանի տասնյակ պետական օբյեկտների սեփականաշնորհում է նախատեսված, քիչ չի որ հանրային քննարկումներ չեն արվել, քիչ չի որ հանձնաժողովներում պատշաճ մակարդակով քննարկում չի կազմակերպվել, հիմա էլ 90 րոպե է սահմանվում, մենք առաջարկում ենք երկուսի դեպքում էլ 5 ժամ սահմանել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, վարման կարգով Նաիրա Զորաբյան։ Մենք միանում ենք այս առաջարկին, բացարձակ անընդունելի է, երբ որ ինչ-որ մնացել է արդեն Հայաստանում չմասնավորեցված, իդեպ նաև հանձնաժողովում պարզվեց, որ պոտենցիալ գնորդներներ դեռևս չկան, ընդհանրապես դրվում է բյուջեն լցնելու խնդիր, բերում եք 90 րոպեում ուզում եք սղացնեք, անցկացնեք։ Սա շատ լուրջ խնդիր է։ Մասնավորեցվում են բժշկական հիմնարկներ, մասնավորեցվում է Հայֆիլմ կինոստուդիան, մասնավորեցվում են կրթական հիմնարկներ եւ 90 րոպե սահմանել ընդհանրապես գալչկայի համար քննարկում կազմակերպելու, սա բացարձակ անընդունելի է։ Նույնը վերաբերում է նաեւ համայնքների խոշորացմանը։ Վստահաբար, պարոն Բաբլոյան, որպես այժմ նախագահ տեղյակ եք իրական պատկերին համայնքների խոշորացման հետ կապված, ոչ թե այն, ինչ պարտադրված ներկայացնում են մարզպետները։ Իմ ձեռքի տակ են հիմա բազմաթիվ համայնքապետերի կնիքներով կնքված արձանագրություններ, կատեգորիկ դեմ են, դեմ է նաև հանրությունը եւ բերել 2 ժամ կազմակերպել քննարկում, այդ դեպքում ուր մնաց խորհրդարանական կառավարում, խորհրդարանի դերի բարձրացում, բացարձակ անընդունելի աշխատավոճ է։